բարեկամներ, մենք նոյեմբեր ամսին մի քանի շատ կարևոր օրեր ունենք բարենպաստ, մինչ Մերկուրին կնահանջի նոյեմբերի 1-ը, 2-ը եւ 6-ը։ Այդ բոլոր օրերը շատ բարենպաստ են, դուք կարող եք օգտագործել եւ ձեր բոլոր կարևոր գործերը կամ նախագծերը իրականացնել հենց այդ ժամանակ։ Անցնենք հաջորդ առանց կարիճ եւ ցուլ։ Սիրելի կարիճներ, ձեր ֆինանսների դաշտում է լինելու, որը կապված է արտերկրի հետ։ Օտարերկրյա ճանապարհորդությունները կամ ֆինանսական հոսքերը, որոնք դուք սպասում եք արտերկրից, հնարավոր է նվազեն կամ ժամանակավոր հետաձգվեն։ Սիրելի ցուլեր, ձեր 8-րդ տանն է։ 8-րդ տունը բանկային գործերն են, դրանք այն բոլոր ֆինանսական միջոցներն են, որոնք ստանում եք ձեր գործընկերներից, զուգընկերներից։ Ուշադիր եղեք, ժամանակավորապես հնարավոր է դադար լինի այդ ոլորտում, կամ ժառանգության հետ կապված հարցերը, գումարի հետ կապված հարցերը, վարկերը, եթե դուք պետք է ձևակերպեք, այդ ամենը մանրամասն կարդացեք տողարտով, նաև խոսքը վերաբերում է աղեղնավորներին, սիրելի աղեղնավորներ, ձեր անուն ազգանունը, ձեր ստորագրությունը մի դրեք ամեն պատահած թղթի տակ, իսկ կարիճի ցուլի համար այդ ամենը կարևոր է իրականացնել ողջ համտությամբ եւ կարդալ տողարտով, թե ինչ է գրված, որտեղ ձեր գործը կապված է ֆինանսների հետ, մանավանդ ցուլերի դեպքում դա հանրային գումարներն է, ուրիշի գումարներն է։ Անցնենք առաջ, կշեռք եւ խոյք, այդ առանցքը սիրելի կշեռքներ, ձեր կապի, կոմերցիայի, շփման, փոխադրամիջոցի այդ դաշտում է։ Եթե արտերկրից պատվիրել եք մեքենաներ, հնարավոր է այդ ժամանակահատվածում հետաձգվի կամ որոշակի այդպես խնդիրներով այդ մեքենան գա եւ հասնի տեղ։ Բանալիները ուշադիր եղեք, չկորցնեք, սիրելի կշեռքներ։ Գիտեմ, որ դուք էսթետներ եք, եթե ցանկանում եք գնել մեքենաներ, ապա այդ ամենը կատարեք մինչև նոյեմբերի 6-ը, նոյեմբերի 6-ը թող լինի վերջնաժամկետը։ Սիրելի խոյեր, ձեր 9-րդ տանն է, դուք կունենաք հնարավորություն մեկնել արտերկիր այն թերի թողած գործերի համար, որոնք ուղղակի կիսատ են մնացել։ Գնացեք, լուծեք, պայմանավորվեք, խնդիրները հարթեք եւ եթե վերադարձեք երկիր։ Եթե սիրելի խոյեր դուք քննությունները չենք հանձնել, ապա այդ ժամանակահատվածում հնարավոր է վերաքննություն տաք։ Ուշադիր եղեք արտերկրի հետ կապված բոլոր հարցերում, բայց ասեմ սիրելի կշեռք եւ խոյ կենդանակերպի ազդեցության տակ ծնվածներ, քանի որ այստեղ սիմվոլիկ, սեքսիլ եւ տրիկոն դիրքավորում է, բարենպաստ դիրքավորում է, բոլոր այդ բարդ իրավիճակները հնարավոր է դրական լուծում ստանալ։ Սիրելի կույսեր, ձեր 4-րդ տանը, իսկ սիրելի ձկներ, ձեր 10-րդ տանը տեղի ունենալու Մերկուրու նահանջ ընթացքը 20 օր է այն լինելու նոյեմբերի 9-ից մինչև 29-ը։